Դուրս եմ գալի, այդ ախրանան դե տենում է վիճակը սարուն լվիկ, խոսքի խալատն է, հակս, խոսքի ասենք դեմքս ջախջախված, ասում եմ տաքսի, թափով տաքսի այսի փողոցից կանգնացնում, դե ջակում է, ինչ վիճակա ամեն հյուրանոց գիտի ում է թողում, ինչի համար է թողում, նախ դրանք էլ էին տեղյակ եղել։ Տաքսին կանգնում, ասում եմ ինձ ամենաառաջին հիվանդանոցը տար, տանում է այդ առաջի համալսարանական հիվանդանոցը, ոբշեմ ինձ ընդունում են, ստուգում են, ցնցումներ, էս են, ռենտգեն չեն կարում անեն, որովհետև հղի եմ, ռեանիմացիայում պարկած եմ, այդ հիվանդանոցի աշխատողը, որ երրորդ մասի ապրողը, հետո ես ճշտեցի, րոպեն մեկ ինձ մոտենում էր, ասում էր հեսա մենթերը գալիս են, հանկարծ ապերիկի, բանի, վարազիկի ոչ մեկի անունները չտաս իրանք ասում են, մենք սա հարցերը կլուծենք, նախ առաջին ես վարազիկի անունը պտի տայի, մենակ իր օֆիսում իրան եմ տեսել, ինքը ինչ չի ծեծել, ասում են իրանք են ասում։ Ոբշեմ, միլիցեքը գալիս են, դու լավ եմ անում, ասում եմ խոսքի, բա կարող է ասել, չէ, բանից ընկել եմ, շկաֆի վրից ընկել եմ, լավստես կողվել եմ։ Ասեմ 5 հոգով, հերթով սաղի անունները, տալիս եմ Յանիմ գրում այդ միլիցենը, Յանիմ գրում է, ասեմ 5 հոգով ինձ ծեծել են ու անունները ասում են, պատճառն էլ եմ ասում ինչից։ Ոբշեմ, այս rank ինձ վեկալում են, ստորագրում են, որ ես չեմ ուզում բան այդ անունը ինչա բուժ օգնություն այդ բանման, որտեղ սա մտածված է եղել։ Դուք նայեք, այս ծածկա դմփոց Երևանի ոստիկանների որոշ մասը ոնց են մինչև օրս աշխատում, ծածկա դմփոցով, որպեսզի ես որ չգնայի դատաբժշկի, էս է, նայեք ինչ են անում իմ գլխին։ Ուրեմն, վեկալում են, ինձ տանում են դեպքի վայր, արունները սաղ տենում, նկարում, սաղ, ինչ կա չկա, տանում են ինձ բաժին, որ տանում են այդ Շենգավիթի բաժին, էդի կարդում այդ հիվանդանոցի իմ բանը ասածները, 2 հոգու անուն է ասում, ասում ապերիկ մեկը այդ Վլադիմիր Եսիմիչյան, Ավետիսյան էր ինչյան էր մեկը այդ Ռաֆոկա մի հատ ուրիշ իրանց ընկերներ, երկուսի անունն է կարդում, ասում բայն 3-ը, դե ասում մենք սենց հայտեր չենք գրել, որ գա այստեղ շարունակությունը դու բողոք ներկայացնեիր, հասկանում եք։ Ես ասում եմ հիմա շատ վատ եմ, գլուխս կախում եմ, գլուխս ֆռում է, ահա որ վատ եմ։ Թող մնա վաղը, ասում են լավ, դե մտածված է այդ ամեն ինչը, հասկանում ես, եթե ես է չասեի, իրանք էին ասելու, գնա հանգստացի, հանգիստ ուղեղով որ ցուսմունք վերցնենք, ուրեմն ես գնում եմ տուն, իմ հետ կապնվում են այդ ապերիկի թայֆի, ոբշեմ, իմացակ ովքեր, չեմ ուզում հակխֆուր տամ դրանց, որտեվ Աստված արդեն իրանց քրվել է, կապնվում են իմ հետ, գումար են առաջարկում, որ խոսքի ասենք, բուժման ծախսերը, ասում եմ լավ, որտեվ ես ոչ հավես ունեի, իմ վիճակն է շատ ոռի էր, իրանք բերում են, Յանի այդ գումարը ինձ տալիս են, կեսը, այն կեսը ընկերները խաղում են, որ պետք է հետ տան չեն տալի, այդ մասից ցիքի թայֆ են, ու վերջում դուրս է գալի, իրանք ինձ փող են տվել, ես չեմ բողոքել, հասկանում